Բարի օր սիրելի երոստատիդող, այսօր պատրաստելու ենք հետաքրքիր ֆիլո խմորներով խրխտան նախուդեստ, կարող եք ասել, շատ հեշտ է պատրաստվում, ֆիլո խմորները ուղղակի մի քիչ միջուկը պիտի տնենք ու պիտի փաթաթենք։ Հետո կուղարկենք չերոց ու գբերենք, արդեն ինքը պատրաստ է։ Այնքան հեշտ է պատրաստվում, հետ չմտածեք։ Ես ասեմ ինչ բաղաթիչներ է պետք։ Ֆիլո խմորը արդեն տեսակ, ստեղ ունենք մենք արդեն ցարցակ խցիկից դուրս հանել ենք, ինքը հալել է ու պատրաստ է փաթաթելու։ Այստեղ ունենք չանախի կատնաշորը, այստեղ ունենք հորած պանիրը, տնական, փանալու ենք իրար ենք խառնելու ու հետո մի թեթև ավելացնելու ենք սև բղբեղ ու ինքը դառնալու է մեր խրխտան ֆիլոներու միջուկը։ Այս երկուսը թրեցինք։ Այստեղ ունենք նատլեցի բիստագը, բիստագի մածուկը, որը իմ ամենաֆեյվորիտներից է։ Շատ համով է։ Իսկ ինչի եմ սիրում ես նատլեցը, որովհետև ինքը բնական հումքերով է պատրաստվում, ոչ մի արհեստական բան չկա, մաս մաքուր, ոչ շաքար, ոչինչ։ Այստեղ էլ ունենք մեղր։ Այսքանն է, շատ հեշտ է։ Հիմա կսկսենք ու կտեսնենք ոնց ենք պատրաստելու։ Այս մի հատ պետք է խառնենք ուղղակի, մի հատ խորը ափսե։ Դիգինները վերցրել են իմ խորը ափսեներս։ Ահա։ Իսկ ինչի եմ ես երկու պանիր խառնում, քանի որ մեր հորած պանիրը չանախի կամ ընդհանրապես հորած պանիրները աղի են լինում, ու ես ավելացնում եմ կատնաշոր, բալանսավորում եմ աղիությունը, բայց ուզում եմ ստանամ տենց կատնաշորային պանիր։ Իրականում ինքը պետքա սենց գետավոր լինի, ոնց ասեմ, կարող է հասկացաք արդեն։ Մի հատ լավ խառնում եմ։ Մի թեթև սև բղբեղ եմ ավելացնում։ Լավ խառնում եմ ու ստանում ենք մի զանգված, որը քաղցրություն է և տենց կոմֆորտ համար բալանսավորված է։ Յամի։ Մի կողմ ենք դնում մեր բիստագի մածուկը և մեղրը և սկսում ենք։ Այս ֆիլո խմորը այնքան նուրբ է, որովհետև իր հետ սենց համբերադար, պետքա կամաց աշխատես։ Այն մարդիկը, որը շտաբող են, սենց արագ-մարագ չի լինի։ Կարող եք ուրիշ տեսակ խմորներով պատրաստել։ Պետք է հանգիստ բացենք խմորը ու արդեն ըստ դրա աշխատենք։ Տա-տա-տա-տան։ Անուշիկ ֆիլո խմորները պատրաստ մեզ են սպասում։ Ուրեմն, սկզբում ցիտապտղից հետ եմ օգտագործելու։ Կարող եք գարակի տեսակով էլ շերտերը ծածկել, կամ կարող եք օրինակ դնական յուղ, ոնց կուզեք։ Հիմա ես ցիտապտղից հետով եմ անում ավելի լայթ, որպեսզի լինի, բայց եւ կարող եք յուղով կամ տնական յուղով, բայց կամ գարակով։ Այսպես տնում ենք, կսում ենք շերտի մեջ ու արդեն պետքա միջուկը տնենք։ Ես ուզում եմ մի քիչ այսպես անեմ, որպեսզի հետո հեշտ լինի փաթաթելը։ Այսպես պետքա տնենք։ Մի քիչ։ Իրեն սենց երկար մադիկներ ենք անելու։
Շատ հետաքրքիր է ստացվում։ Երեխեքներն են կհավանեն։ Կարող եք անել սենց խրխտան վիճակով ուտեն կեսօրը հետո իրանց 10 վրաց ժամանակ։ Առաջ որ պատատեմ, գնամ սինին բերեմ, որպեսզի մեջը անուշիկ շարենք ու թխենք։ Ouch. Okay. Ցերնոց տնեմ, որ ավելի հանգիստ պատատեմ։ Պատատում ենք։ Այսպես։ Մի քիչ սկիզբը դապակացնում ենք։ Ու արդեն հավաքում ենք, որպեսզի միահապաղ լինի։ Ու արդեն այսինքն մեկ հատ փաթաթում ենք, մեկ հատ մասաժ ենք անում, որպեսզի իրեն ունենանք հարթ։ Վերջում էլ մի տետև ցետը ավելացնում ենք ու որպեսզի կպցնենք։ Արդեն ունենք առաջի շերտը։ Հիմա շարունակում ենք։ Առաջինը ցետ ենք դնում։ Մի քիչ կսում ենք։ Ավելի ճիշտ է լավ կսում ենք, քանի որ ինչքան դենց ցեթային նյութ լինի, այնքան ավելի խրխտան ու համով է լինում ու լավ կարմրում է։ Այսպես։ Իրականում էսի inspired եմ ես, այս ուտելիքը ինձ vocation չելա, հունական մի հատ ուտեստ կա, որը ֆետա բանիրով խրխտան խմորով է պատրաստվում։ Էդի դրա vocation-ումն է, բայց ես ուզեցել եմ փոխել ու հայկական բանիր անել։ Իրա էդի մասածի չափն էլ է ուրիշ եւ իրա տեսքն էլ է ուրիշ, որովհետեւ քարագուսի է մատուցվում, էսի ավելի սենց սիգարետների պես է։ Սենց մի քիչ տապակացնում եմ բանիրը։ Ու արդեն սկսում ենք խառնել։ Մի քիչ տապակացնում ենք ու քայլում ենք առաջ։ Տապակացնում ենք ու քայլում ենք առաջ, այսպես։ Այս տեսակի կորձերը միշտ մարդու թերապիա է։ Այսպիսի բաներ, որ անում եք կամ մենակ կամ ինչ-որ ընտանիքի անդամներով, ինքը հետաքրքիր է, մարդոց ներվերն է հանգստացում։ So այս տեսակ համով ուտելիքները եւ ձեր ներվային համագարկին են օգտակար եւ ձեր հոգի համար եւ ձեր ստամոքսի համար։ Անշուշտ այնտեղ ճաշակն էլ ավելանում, որովհետեւ ինչքան մենք ուրիշ տեսակի համեր ենք ուտում, այնքան մեր ճաշակը լավանում է ու քիմքը լավանում է։ Այսինքն ոչ թե մենք միան կարդալով ենք առաջ գնում, ուտել փորձելով, նոր ուտեստներ փորձելով, նոր համեր փորձելով։ Էդ էլ է մեզ առաջ տանում, որովհետև օրինակ երգիր ես ճամփորդում կամ ուրիշ տեղ ես ճամփորդում, իրանց մշակույթի ուտելիքները պետքա ուտես, պետքա տենց փախուստ չդաս, ամեն ինչ սովորես ուտել, ամեն ինչ փորձես, դրա մեջ տենց վախենալու բան չկա։ Օրինակ ինչ որ փաղաթիչ կա մեջը, որ դու չես սիրում կամ ինչ որ մեթոդը տենց դուր չի գալիս, չես հանգստանում, բայց պետքա ամեն ինչ փորձես ուտես։ Դրանով քո ճաշակն է ավելանում, քո գիտելիքներն է ավելանում, ուտելիքի հետ կապված ու շատ կարևոր գիտելիքներ են։ Ուտելիքի հետ կապված գիտելիքը, որովհետև մենք մեր զավակներուն պետքա պատմենք, ասենք, որ իրենք բաց լինեն այդ ամեն ինչին։ Ես արդեն կարող եմ այս մի քանի հատը սինիի մեջ դնել, որ շարունակենք։
Եվ այսպիսով այսօրվա մեր խրխտան, բանիրով խրխտան նախուդեստը պատրաստ կլինի մի քանի րոպեից։ Մեր հետ մնացեք, միշտ մեր հետ մնացեք, այս րոպեին մեր հետ մնացեք, կարող եք զանգել ձեր համար, ովքեր որ ապրանք են բերում կամ թուք եք բերում, ասել որ պատրաստեն ձեր համար ֆիլոխմոր այս բանիրներից ու այսօր թխեք։ Ես չգիտեմ, ես միշտ ուզում եմ իմանալ, քանի որ մենք եթերում 2 ժամով ենք դուրս գալիս, այսինքն մի հատ ժամը 17:00, մի հատ էլ հաջորդ օրը ժամը 9-ին, ուզում եմ իմանամ դուք ո՞ր ժամին եք ավելի մեզ նայում։ Ինձ կարող եք գրել կամ համի քախնիկ էջին կարող եք գրել, որ ժամն է ցեզ ավելի հարմար։ Մեզ հետաքրքիր է։ Չնայած ամեն մեկ ժամը ինչ որ ուրիշ տեսակ մարդու է հարմար, բայց ուզում ենք իմանալ։ Ու չմոռանաք մեզ հետևել մեր էջերին, որովհետև մեր ռեժիսորները եւ պրոդյուսերները հետաքրքիր backstage-ային վիդեոներ են պատրաստում, ու մեր չստացված կադրերը առանց իմ լուրիս հրապարակում են, ու ես հայտարարակ եմ լինում։ Իրականում ես ինձ չարչարում էի, հետո հիշեցի, որ ես կարամ մեր սիլի ճուրերից տնեմ ու այդ խմորը շարունակեմ։ Եվ այսպիսով սենց կփակենք ու կտանենք թեպի սինի։ Ամենավերջում էլ մի հատ պետք է կսենք ու հետո ջերոց ուղարկենք։ Պետք է լավ կարմրացնենք ու հետո վայելենք։ Բայց հետաքրքիր մասը որն է, որ բանիրները դրեցինք, հետո ուղարկեցինք, հետո ամենավերջում որ դուրս է գալու, իրեն թաթախելու ենք, չեմ ասել։ Լավ կնայեք կասեմ, կամ որ այնքան համով ստացվելու համերը դուք չեք պատկերացնի։ Մի քիչ տապակացնում եմ, տարածում եմ, երկար եմ անում։ Եվ վերջին ենք պատաթում։ Միշտ վերջինը մի քիչ հաստ ու մեծ է լինում, քանի որ իմ դադիկս էր որ անում էր, տենց է լինում, որ այդ վերջի մնացածը սաղ թնում ես իրա մեջ, չափ մապ չես հարցնում, տենց է լինում։ Հիմա այստեղ պետք է մենք մի քիչ ջուր տնենք, որ լավ գպնի։ Նայենք սիլի ջուրը լավն է։ Դե, վերջը հայկական ջուր է։ Համով եւ օգտակար։ Այս վերջի մասը հանեմ, որպեսզի չպճացնե մեր կլիպը։ Այս ընտանեկան եղավ այս չափը ոչինչ։ Ահա, մի քիչ էլ էստեղ։ Մոդիկ նկարում ես, չէ՞։ Գլուբնիկ։ Ոչ մի տեղ չի բավում։ Գլուբնիկ ենք նկարում։ Արդեն ունենք։
Եվ ուղարկում ենք չերոց։ Սառնարանից մի քիչ սամիտ բերեցի, որովհետև վերջում դիզայնի եւ դեկորեյշնի համար պետք է։ Մեկ էլ ուզում եմ մի քիչ խմորների վրա տնեմ քունջուտ։ Հիմա ընդհանրապես ես ամենասկզբից չեմ դնում, ուզում եմ մի թեթև 10 րոպե հետո տնեմ, որպեսզի ինքը շատ չկարմրի։ Եփի, բայց շատ չկարմրի։ Ստեղ արդեն ունենք սրանք, պետքա վերջում թաթախենք ու ես էլ վրան տարածենք։ Այս մի հատ կտրատում ենք ու արդեն հետո չերոցը նայում ենք։ Սպես կոթերը կտրատում է, իրականում էսի կարող եք նույնը մի անգամից սենց արանց փաթաթելու էլ անել, այսինքն եթե զգացիք, որ մի քիչ ժամանակ կտանե ցեզանից, դուք կարող եք ֆիլոխմորների սենց մեջերը յուղ կամ կարակ կամ ցիտաբտղից հետ թնել ու հետո արդեն մի անգամից լցնել այդ երկու պանիրի տեսակը ու մի հատ էլ վրան թնել խմոր։ Դենց էլ կստացվի արագ, այսինքն շերտ հավաքեք։ Այս մեր սամիդը մի կողմ ենք տնում։ Դե ինձ սիրելիներս, կարծեմ մեր խրխտան ցողիկները պատրաստ են, գնանք փերենք։ Լսում եք ցայնը։ Կարաս։ Չես կարա մոդիկի ցայնը նկարես։ Ցայնը լսեցիք։ Գնում ենք կորձի։ Հիմա մի քիչ թանագով բացեմ, շատ մոդիկ թրերը։ Մի հատ մեջտեղից կտրում ենք և ցույց ենք տալիս ոնց է իրանց միջուկը։ Լսում եք, չէ՞ խրխտան։ Իրականում եթե բիստակի մազուկ չեք ուզի, կարող եք նուշի կամ կարող եք նույնիսկ քետնանուշի մազուկ տնել։ Հիմա վրան մի թեթև մեղրենք տարածում։ Գրուբնի ունես, շատ գրուբնի է։ Տիլերը չենք մորանում, այսինքն սամիդը։ Տա-տա-տա-տան։ Դե ինձ սիրելիներս, արդեն այսօրը բաղաթադոմսը պատրաստ է, կարող ենք համտեսել։ Ձերքս սպիստակ եղավ, գրնամ համտեսել արդեն, ոչինչ։ Հիմա ուզում եմ ձեր հետ համտեսեմ, չգիտեմ որ մեկը վերցնեմ, որ մի քիչ փոքր լինի։ Լավ, երևի ես վրայինը վերցնեմ։ Մի հատ նայենք խրխտանությունը։ Ուպս։ Այ, տակ է։
Oh my god. Սենց համով բան չեք կերած։ Իրական գսեմ, մի հատ էլ եմ ուտելու։ Իրական այնքան համով եմ, բայց ոչինչ որ վարվեմ, ոչինչ որ հետո չկարողանամ խոսալ, բայց կարևորը շատ համով է։ Ես չգիտեմ, դուք եթե այս ուտեստը այսօր չպատրաստեք կամ վաղը, չեմ գիտեր, կյանքերնի մի քանի բան կգնա։ Անպայման պատրաստեք, բայց չեմ կարող շարունակեմ մեկ բան լվացվում։ Սավայով։ Բայց սավան խոստացել է մեզի, ինչ որ ուրիշ փույրերով դիտքեփեր է, որ փորձարկենք։ Աստված իմ շատ համով է ջուշմանիդ աստված, yummy։ Դե ինձ սիրելիներս, այսօր ալ պատրաստեցինք ասկան հեքիաթային ուտեստ, անուշիկ, պրեզենտաբլ, հետաքրքիր, հեշտ։ Բաղադրիչները բոլորը կգտնեք շուկայում։ Եթե չգտնեք ինչ-որ մի բան, կարող եք գրել, կօգնեմ ձեզ։ Կպատրաստեք եւ կվայելեք ձեր ընտանիքների հետ։ Անպայման ձեր կարծիքները կսպասեն։ Չմոռանաք հետևել մեր էջերին, Համի Քախնիկ, Yummy by Շաղիկ Երևան, սոցցանցերում, որպեսզի տեսնեք մեր հետաքրքիր backstage-երը եւ անշուշտ ամեն օր մեզ սպասեք ժամը 17:00 եւ երկրորդ օրը ժամը 9-ին առավոտ։ Վաղը կհանդիպենք։